Հեծը 10 տարիների ընթացքում կատարել է հարյուրավոր միլիոն դոլարի ներդրում, տաշիր կապիտալը հեծում։ Այդ ամեն ինչի հետևողական աշխատանքի, վերազինումների, նույն կիլովատների գողությունների կանխման, ներքին այլ հարցերը լուծելու արդյունքում գոյություն է ունեցել մի այնպիսի համակարգ, որ կարողացել է այնպես անի, որ նվազեն կորուստները։ Հիմա, եթե այդ աշխատանքը, որը որ կատարվել էր տաշիր կապիտալի կողմից, չպահպանվեն, բնական է, կարող այդ կորուստները ասենք ոչ միայն նվազեն, այլ այդ կորուստներն ավելանան։ Բայց մայիս ամսին, երբ որ տաշիր կապիտալը դիմել էր սակագինը վերանայելու համար, իրենք եղել են վստահ, որ իրենք կարող են այս ամեն ինչը պահեն ու կորուստները ոչ միայն ժամանակավոր նվազեցնեն, այլ այդ կորուստների նվազումը երկարաժամկետ պահել։ Այստեղ մի շատ կարևոր հարցեր մենք պետք է անդրադառնանք, որ Սամվել Կարապետյանը երբ տարիներ առաջ ձեռք էր բերել հեծը, մինչ օրս չի եղել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում։ Մինչ օրս ոչ մի դեպքում չի եղել էլեկտրաէներգիայի գնի բարձրացում ու շատ կարևոր ազդակ է, ու երբ որ մայիսին դիմել են վերանայելու համար, որ հոսանքի սակագինը էլի իջնի, դա նույնպես շատ գովելի հաստ է տաշիր կապիտալի կողմից, որ մարդիկ փոխանակ բարձրացնեն, բոլորը շատ լավ գիտեն, որ կյանքը ոչ թե օրեցօր, այլ տարեցտարի թանկանում է, բայց հոսանքի համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիները երկար տարիներ վճարել են նույն գինը առանց ոչ մի ցենտ լումա թանկացման։